Ողջունում եմ բոլորիդ սիրելի աշակերտներ։ Նախ սիրելիներս այսօրվա մեր դասը պետք է նկարահանվի եւ ուզում եմ հարցնել եւ ձեր թույլտվությունը իմանալ։ Թույլ տալիս եք, որ նկարեք, եթե այո, տեսադասված ունենալու համար բարձրացնեք լուսակիրի կանաչ լույսը։ Եթե համաձայն եք բոլորդ, որ դասը տեսա նկարահանենք։ Շնորհակալություն։ Եվ ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա դասի նպատակը, թեման եւ վերջնարդյունքը։ Այսօր մեր մոտ հայոց պատմության դասընթաց է, որի ժամանակ մենք խոսելու ենք մեր օրվա դասից, ստեղծելու ենք կապ նախորդ դասի հետ։ Նախ սարքաբանական կանոններից հիշեցնեմ, որ մենք դասի ընթացքում հարցերին պատասխանում ենք ձեռք բարձրացնելով, մեր միտքը հստակ ձևակերպելով, առանց աղմկելու։ Դասի ընթացքում բավականին շատ մեթոդներ ենք կիրառելու։ Ունենալու ենք մուտքի քարտ, ունենալու ենք դասընթացքում մեթոդներ կիրառող, ժամացույց մեթոդներ ունենալու, մտագրող, հարց ու պատասխան, համագործակցային աշխատանք, որը մենք միշտ անում ենք։ Նախ անդրադառնում ենք մեր այսօրվա դասին, որի վերնագիրը Բյուզանդիայի քաղաքականությունը արևմտյան տարածաշրջանում եւ խոսելու ենք արդեն տիեզերական ժողովներ, դվինի առաջին եւ երկրորդ եկեղեցական ժողովների մասին։ Անդրադառնալով մեր օրվա դասին, նախ ուզում եմ հիշեցնել, որ մենք ամեն դաս, ինչպես միշտ սկսում ենք մուտքի քարտով։ Հիշում ենք նախորդ դասը, կապը ստեղծում օրվա դասի հետ, խոսում ենք մեր դասի նպատակից, վերջնարդյունքից եւ փորձում ենք հիմնավորել վերջնարդյունքը։ Ունենալու ենք էլեկտրոնային գրատախտակով աշխատանք, համապատասխանեցում խաթարված հերթականության եւ ամենակարևորը օգտվելու ենք աշխարհացույց հարթակից։ Նախորդ դասի հետ կապը ստեղծելով նախ հիշենք, որն է մեր դասի հիմնական թեման։ Ով կհիշի նախորդ դասը որն էր։ Մեր նախորդ դասի թեման է պայքար ինքնաբավության համար, մարզիկները մեզ ճնշում են և ստիպում են, որպեսզի մենք ընդունենք զրադաշտականությունը, բայց հայերը չուզեցին զրադաշտականությունը եւ Սարգիս ջան, բայց վերնագիրը հիշեցնելու փոխարեն կարելի ասել դասը ամբողջությամբ ներկայացնում ես։ Երեք կարևոր բան հիշենք։ Մեկը դա պարսիկների կողմից զրադաշտական տրոն ստիպելն է։ Ուրիշ կարևոր բան, ասա Միքայել ջան։ Ապրես, մի կարևոր կետ է հիշենք նախորդ դասից, արդյոք։ Եվ ավարելի ճակատամարտ։ Այսինքն մենք հասկացանք, ինչ է Պարսկաստանի ուզածը, ինչ է բյուզանդական կայսրության ուզածը։ Հայաստանը դառնար Բյուզանդիայի վարչական միավոր։ Եվ այսօրվա դասից արդեն տեսնում եք, որ Բյուզանդիայի կայսրը անց է կացնում բարեփոխումներ։ Անդրադառնանք այսօրվա մեր դասին։ Նախ դասի նախաբանում հիշեցնում եք Հայաստանում 5-րդ դարի վերջ ինչ իրավիճակ է եւ ինչպիսին է քաղաքական դրությունը։ Ով կարող է համառոտ ներկայացնել։ Նվաստանի հաշվեցումից հետո Արևելյան Հայաստանը արդեն կարող է զարգանալ, սակայն հայ-պարսկական հարաբերությունները դեռևս չէին ավարտվել եւ պարսիկները ցանկանում էին, որպեսզի հայերը ընդունեին զրադաշտականությունը, սակայն հայ մահարաները դիմադրում էին։ Եվ դրա պատճառով ստեղծվեցին ապստամբություններ, Կազմակերպվեցին ապստամբություններ, որն էլ հաջորդեց Հայաստանի նոր բաժանումը։ Այո, այսինքն Հայաստանի արևմտյան մասը բաժին ընկավ որ տարածքին, որ երկրի բաժանումից հետո Բյուզանդիայի բյուզանդական կայսրությանը։ Աշխարհացույց քարտեզի վրա մենք կարող ենք ցույց տալ հիմա որ հատվածն է բաժին ընկնում բյուզանդական կայսրությանը, ով էր այս ժամանակ Բյուզանդիայում կայսրը, հիշեցրեք։ Justinianos առաջինը։ Justinianos, նստի Արթուր ճակերտես։ Այնա Justinianos-ի մասին խորացուցիչ ասել։ Justinianos առաջինը Բյուզանդիայի արքան է, նրա կինն էր Թեոդորան, նա պարուհի էր, բայց շատ խելացի էր համարվում և օգնում էր Justinianos-ին երկիրը կառավարելու մեջ։ Այո։ Էլ ինչ գիտենք Justinianos-ի մասին, ապրես կեցես։ Justinianos-ից էլ ինչ կարող ենք ասել արդյոք։ Justinianos-ը կառավարել 1927 թվականից մինչև 568-ից 565 թվականներ։ Ուրիշ Justinianos-ի մասին տեղեկություն, Անջան։ Justinianos առաջինը կառուցել է Սուրբ Սոֆիայի տաճարը եւ ավարտել կառույցը նա ասաց. «Սողոմոն, ես քեզ հաղթեցի»։ Կեցես, դա լրացուցիչ նյութի տեղեկությունն է։ Իսկ ինչու է ասում Սողոմոն, ես քեզ հաղթեցի։ Ինչ է ուզում դրանով ասել Justinianos-ը։ Նա ավարտեց տաճարի կառույցը։
ավելի մեծ տաճար էր կառուցել, դրա համար ասած Սողոմոն ես քեզ հաղթեցի։ Բոլորդ հիմա բացում եք սեղանների վրա դրված, կարող եք մեկը բացել կամ երկուսը զույգերով նայել։ 52 եք մեկ բացում ատլասների մեջ, որտեղ դրված է Հայաստանի բաժանումը 527-ից 565 թվականներ Justinianus-ի կառավարման ժամանակահատվածում։ Վարչական միավորները քարտեզի վրա նայում եք։ Տեսնում եք բոլորը քարտեզի վրա աջ կողմում այստեղ երևում է արդեն քարտեզի վրա Արևմտյան Հայաստանը եւ Արևելյան մասը։ Արևմտյանը գտնվում է իսկ Արևելյանը գտնվում է Պարսկական տերությունում։ Տիրապետության տակ ճիշտ ձևակերպ։ Տրապիզոնի հատվածը այս հատվածում առաջին հայտնն է։ Դուք բոլորը նայեք ձեր ձեռքի տակ եղած քարտեզում։ Տեսնում եք տրապիզոնի հատվածով առաջին հայ գրված է հստակ։ Այստեղ մեծ քարտեզի վրա է երևում։ Առաջին հայ տրապիզոնի այս տարածքում։ Տեսա՞ք։ Հետո իջնում է երկրորդ հայքը։ Մի քիչ ներքևի հատվածում քարտեզի վրա։ Մատիտով ձեռքով ցույց տվեք դուք, որ տեղը ցույց տալով ձեր մոտ ֆիքսվում է, տպավորվում։ Երկրորդ հայքը հստակ երևում է։ Դրանից ավելի ներքև երևում է երրորդ հայքը եւ դրանից մի քիչ ավելի առաջ արդեն չորրորդ հայքը։ Այսինքն վարչական այս բաժանումը գունայինով ամբողջությամբ երևում է Justinianus-ը Արևմտյան Հայաստանը բաժանեց վարչական 4 միավորների։ Ինչի համար արեց այդ վարչական բաժանումը Justinianus-ը։ Նշանակեց կառավարիչներ տարածքներում։ Իր համար կառավարման համակարգը ավելի հեշտացրեց։ Այն ինչ բարեփոխում արեց, առաջինը վարչական բարեփոխումն էր։ Բոլորս տեսան, տարածքը պատկերացրեցին։ Այն ինչ բարեփոխում անցկացրեց Justinianus կայսրը։ Արինա։ Համաձայն դիզայներական օրենքից ժառանգությունը պետք է բաժանվեր թե արական, թե ինքական սերի երեխաներին։ Ժառանգություն ասելով ի՞նչն էր բաժանում։ Հողը։ Հողն էր բաժանում, այսինքն բացի տղաներից այդ հողը բաժին էր հասնում նաև կանանց։ Մեր այսօրվա դասի վերջնարդյունքում մենք իմացանք Հայաստանում իրավիճակը ինչպիսին է, բաժանված է երկու մասի՝ արևմտյան, արևելյան։ Արևմտյանում էր պատկանում հրաշք։ Ովքեր էին արևմտյան մասում Հայաստանում։ Բյուզանդիան, իսկ արևելյան մասում Սասանյան Պարսկաստանը։ Իմացանք, որ Բյուզանդիայի տարածքում բաժանեց քանի վարչական միավորի, քանի մասի բաժանեց, 4 մասի, որոնք են այդ 4 մասերը, առաջին հայ, Չորրորդ հայ։ Լիլիթ ինչ արեցիք, առաջին հայքում ինչ տեղի ունեցավ։ 539 թվականին եղավ ապստամբություն Հովհաննես Արշակունին ապստամբություն բարձրացրեց։ Ինչպես ավարտեց ապստամբությունը։ Ճշտեց ապստամբությունը, բայց Նրա որդին շարունակեց ապստամբությունը։ այո, իմիջայլոց Հովհաննես Արշակունին խաբեությամբ բյուզանդացիները կանչում են իբր բանակցելու, սա միշտ թշնամիների մոտ եղել է բնավորության գիծ։ Կանչում են բանակցելու, բայց վերջում խաբեությամբ ձերբակալեցին եւ որդին փորձեց շարունակել։ Հիմա, երբ որ մենք արդեն անդրադառնում ենք մեր այսօրվա նոր դասին, որտեղ պիտի խոսենք Դվինի 506 եւ 554 թվականի եկեղեցական ժողովների մասին, մենք պիտի նախ պատկերացում ունենանք ինչ է առհասարակ եկեղեցական ժողովը, ինչու են հրավիրվել այդ եկեղեցական ժողովները, երբ է տեղի ունեցել տիեզերական ժողովները եւ որն է եղել եկեղեցու բաժանման պատճառը։ Խոսելու ենք Քաղկեդոնի ժողովից, եկեղեցին բաժանվեց։ Իմանալու ենք հայոց եկեղեցու դիրքորոշումը, թե հայոց եկեղեցին ինչպես ընտրեց իր որոշումը այս եկեղեցական բաժանումից հետո եւ հայոց եկեղեցին ինչպես կարողացավ պահպանել իր ինքնուրույնությունը եւ իր անկախությունը։ Ինչ գիտենք Դվինի մասին։ Դվինը Արշակունիների ժամանակ նորաստեց մայրաքաղաք։ Այո, նորաստեց մայրաքաղաք էր Արշակունիներից։ Ուրիշ Կառուցումը խոսքով 3-րդ կողմակին 330 թվականին։ Այսինքն գտնվում է որտեղ Արտաշատի մոտ բարձրադիր բլրի վրա։ Էն ինչ գիտենք Դվինի մասին։ Դվինում ինչն է գտնվում։ Կաթողիկոսի նստավայրը, այսինքն կաթողիկոսի հոգևոր եւ աշխարհիկ կենտրոն է համարվում Դվինը։ Հիշում եք ինչ է տիեզերական ժողովը։ Տիեզերական ինչ է նշանակում։ Փորձեք բառը հիշել, բացատրել։ Կհիշեք նայեք։ Աշխարհի բոլոր եպիսկոպոսները հավաքվում էին տեղ եւ քրիստոնեական հարցեր
Այո, այսինքն տիեզերական ժողովին արդեն անդրադարձան։ Տիեզերական ժողովները եղել են մինչև այսօր, ուրեմն իմացեք, 21 տիեզերական ժողով է եղել։ Վերջի տիեզերական ժողովը եղել է 1963 թվականին, 63-ից 65։ Բայց մենք անցել ենք առաջի տիեզերական ժողով, հիշում եք առաջի ժողովի 325 թվական։ Օ, հրաշք եք, հիշում եք պաստորին։ Երկրորդ տիեզերական ժողով։ Եվ երրորդ տիեզերական ժողովը ով է հիշում։ Եփեսոս 431 թվական։ Այս երեք տիեզերական ժողովներին մասնակցել են հայերը։ Մեզ համար կարևոր եղել են այս երեք տիեզերական ժողովները։ Հիմա եղավ 4-րդ տիեզերական ժողով։ Այո, Քաղկեդոնի ժողովը։ Կեցեք, Քաղկեդոն, 451 թվական։ Հիմա Քաղկեդոնի ժողովի հայերը մասնակցել են, թե ոչ։ Ինչ է կարծում, սա ինչ թիվ էր մեզ համար ճակատագրական։ Կեցեք, ավարայրի ճակատամարտներ, հայերը չմասնակցեցին այս ժողովին, բայց այս ժողովի ժամանակ քրիստոնեական եկեղեցին բաժանվեց երկու մասի։ Քաղկեդոնի ժողովում քննարկվում էր Հիսուս Քրիստոսի մարդ եւ Աստված լինելու էությունը։ Քաղկեդոնի ժողովում սկսում են քննարկել եւ գալիս են որոշման։ Ովքեր ընդունեցին, որ Քրիստոսի մեջ կա եւ մարդկային եւ աստվածային էություններ, կոչվեցին քաղկեդոնականներ, երկաբնակներ։ Ովքեր դեմ էին եւ ասում էին, որ Քրիստոսի ծնե միայն աստվածային էություն է ունեցել, կոչվեցին միաբնակներ։ Մենք որին ենք պատկանում։ Միաբնակներին։ Մի հետաքրքիր այսպիսի աշխատանք են կատարել, որ փորձենք տարբեր հնարներով ու մեթոդներով ձեր մոտ ամրապնդել։ Ժամացույցի ուղղությամբ, հերթականությամբ թվերը աճելով մեծանալու են։ Ուրեմն ընտրեցի առաջի թիվը 301։ Ինչ դեպք ա եղել 301 թվականին։ Հիմա հաջորդ կարևոր իրադարձությունը նշում ենք 325 թիվ։ Որ թիվն է առաջին տիեզերական ժողովը։ Երկրորդ թիվը։ Յորն է երկրորդ թիվը։ 86, սա որ բաժանումն էր։ Երկրորդ ժողովն էր։ Երրորդ թիվը, աճում է թիվը, որը կլինի։ 430-ներ, երրորդը։ Եկանք հասանք 4-ի ժամը։ Որ ժողովը կլինի 4-րդը։ Թիվը ասեք թվական։ 451 թվական Քաղկեդոնի ժողովի 4-րդ բաժանում։ 5-ին ենք հասել։ Հիմա հիշեք, այս հատվածում մենք մի կարևոր իրադարձություն ունեցանք, պայմանագիր տնկվեց։ Տնկվեց պայմանագիր, որ պայմանագիրն է։ 484։ Այս երեք թվերը դուք չեք անցել, նոր եք անցնելու մյուս դասի մեջ։ Այստեղ գալու է 564, 571 եւ 591։ Հիմա որպեսզի մենք կարողանանք մեր նյութը ավելի այսպես ամրապնդել, փոքրիկ տեսանյութ ենք դիտում։ Նիկայի առաջին տիեզերական ժողովն առանցքային նշանակություն է ունեցել ոչ միայն ընդհանրական եկեղեցու, այլև մարդկության պատմության համար։ Հիմա դուք նստած տեղից նայում եք եւ գտնում եք թիվը զույգի հետ համապատասխանեցում։ Արա մի քիչ աշխատեք, որ ձեր ժամանակը հասցնեք։ Հաջորդը։ Արի, հետո դու արի։ Արի, արդյոք։ Վերջ բոլոր զույգերը դասավորեցի, խնդրեմ, դժվար եք պատկերացրել կամ այստեղ ճիշտ չեք դասավորել։ Քաղկեդոնի ժողովում պետք է լինեին քաղկեդոնականները, երկաբնակները տեղափոխեին, այսինքն երկաբնակները գալու էր քաղկեդոնականի հետ միանալ, 451-ը գալու էր Քաղկեդոն։ Այս դեպքում նոր արդեն ունենալու է վերջնական ճիշտ պատասխան։ Այսինքն այս դեպքում նոր կանաչեց։ Տեսա, անհատական առաջադրանք է ֆրայերի մոդելը, որի համար ձեզ տրվելու է 2 րոպե ժամանակ։ Այս ֆրայերի մոդելի կենտրոնում գրում եք տիեզերական ժողով։ Երբ որ գրում եք տիեզերական ժողով, ձախանկյունում տեսնում եք այստեղ սահմանում, գրում եք ինչ հասկացանք, ինչ է տիեզերական ժողովը։ Ներքևում գրում եք օրինակ, մենք բազմաթիվ օրինակներ նշեցինք տիեզերական ժողովի։
աջ անկյունում վերերի պատկեր կամ որևէ նկար ու գծագիր։ Կարող եք աղյուսակ անել, կարող եք ինչ-որ բան արագ նկարել լոգոյի նման, հակաօրինակ, որ որևէ կապ չուներ այս նշված տիեզերական ժողովի նկարի կամ սահմանման հետ։ Հիմա առանձնացնում ենք լուսագրի նշանները։ Կանաչ գույնը, եթե ամբողջությամբ հասկացել եւ յուրացրել եք, բարձրացնում եք կանաչը, մտածում եք հիմա։ Եթե նյութը յուրացրել եք մասնակի, ոչ ամբողջությամբ, ցույց եք տալիս դեղին գույնը, որ ամբողջությամբ նյութը չյուրացրեցիք։ Իսկ եթե ընդհանրապես ոչինչ չեք հասկացել, բարձրացնում եք կարմիր գույնը։ Հիմա ովքեր են ամբողջությամբ, որ նյութը կարողացան հասկանալ եւ թիրապետել, բարձրացնենք կանաչ գույնը։ Մեծամասն մասնակի հասկացողները բարձրացնում են դեղին գույնը, Լիլիթը եւ Նատալին։ Ունենք ընդհանրապես նյութին չտիրապետող, չհասկացած աշակերտներ։ Կարմիր չունենք, կեցեք։ Իսկ հիմա նշում եք տնային հանձնարարությունը H136-ում, Դվինի 506 եւ 554 թվականի ժողովները եւ տետրերում հանձնարարություն տնային աշխատանք գրում եք էսե, եթե ես մասնակցեի Դվինի առաջի եւ երկրորդ ժողովներին։ Էսեի ձևաչափը հիշում եք, պարտադիր պահպանում եք երեխաներ, գրում եք ուրեմն սկիզբը, հիմնավորումը եւ ամփոփումը, եզրահանգում ամփոփում։ Այսքան։